Քարոզարշավը լուսաբանելիս սևեռված ենք 4-5 խոշորագույն քաղաքական ուժերի ծրագրերի վրա, բայց ուշադրության են արժանի նաև մյուսները։ Ինչ են առաջարկում նրանք։ Լիբերալ գաղափարախոսությունն ենք ընտրելու, թե պահպանողականը։ Արևմուտքի հետ ենք հույսը կապելու, թե Ռուսաստանի հետ։ Պայքարելու ենք Արցախը վերադարձնելու համար, թե հաշտվելու ենք կորստի հետ։ Եթերում հեռանկար բանավեճն է ակտուալ թեմաների համապարփակ քննարկմամբ։ Ընդամենը 17 օրից գալու ենք ընտրատեղամասեր, որ 19 կուսակցություններից ու դաշինքներից ընտրություն կատարենք։ Քվեաթերթ թիկում 8 ու 14 համարների ներքո հանդես եկող քաղաքական ուժերի ներկայացուցիչները այսօր մեր տաղավարում են։ Բանավիճելու մեր առաջարկը ընդունել են Ազգային ժողովրդավարական Բևեռ կուսակցության ցուցակի առաջին տեղում գրանցված Գևորգ Կարապետյանն ու ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ըստ ավանդույթի սկզբից ծանոթանանք տեսանյութին, որը գործընկերս նախապատրաստել է, որից հետո շարունակենք զրույցը։ Արտաքին քաղաքականություն, պաշտպանություն, կրթություն ու մշակույթ։ Ընտրողները շարունակում են տարբեր ոլորտներում փոփոխությունների անհրաժեշտություն տեսնել։ Ինչ խնդիրներ են այսօր ամենաշատը մտահոգում ընտրողներին եւ ինչ ակնկալիքներ ունեն նրանք տեխնացուներից։ Տակ լավաշու հաց, ռուշակեղեն ու հացաբուրկեղեն, արտադրամասում հացթուղթներն իրենց գործին են, վաճառողներն իրենց։ Գեղարքունիքի Մարտուն ու Գեղովիտ գյուղից 3 հարևանուհիներին՝ Աննային, Իրինային ու Էլադային մայրաքաղաք Երևան է բերել հացի արտադրամասում մշտական աշխատանքը։ Մինչդեռ կուզենային նույն գործն իրենց գյուղում անեին ու բարձր վարձատրվեին։ Մեր տան մեջ ունեինք, մեր մարզում գործ ուներ, մենք էլ լրիվով մեր տան մեջ աշխատեինք։ Ինձ գործարան բացվի, որ լրիվին էլ հարմար ունի, կարանան աշխատել։ Ընկերուհիներով խմորը կշռում են հավասար մասերի բաժանում, գնդեր անում, շարում արկղերում, որ մի քիչ խմորը հանգստանա, հետո աշխատանքի բաժանում անեն ու անցնեն լավաշի թխման պրոցեսին։ Մարզերում աշխատեղներ լինեն, մեր երիտասարդները չգնան ուրիշ երկրներ աշխատեն, մենք մեր տներում մնանք, աշխատենք, բարելավի երկիրը, երկրին էլ ամենակարևորը խաղաղություն լինի։ Երկրին ամենից շատ խաղաղություն է ցանկանում նաև Էլադան, ում որդին ծառայում է բանակում։ Նոր ակնացել ծառա։ Չէ, արդեն մի 6 ամիս է։ 6-7 ամիս։ Գողա ծառա։ Հա, գոհ է։ Ես կուզենամ մենակ խաղաղություն։ Կրկին խաղաղությունն է առաջնահերթ համարում Էլադայի ընկերուհին Աննան, ում որդին էլ նոր է բանակից վերադարձել։ Նա խաղաղ, բայց իր ժամանակին խաղաղ չէր։ Պետությունը ինչի վրա ուշադրություն դարձնում։ Մարդկանց աշխատատեղեր, խաղաղություն երկրին, ամենակարևորն է դա, ուրիշ ոչ մի բան։ Զրուցեցինք նաև հաճախորդների փողոցով անցնող քաղաքացիների հետ։ Առհասարակ բոլոր ոլորտներում էլ ես ցանկանում որ լինի ժամանակակից ավելի մտածելակերպ եւ արվեստում եւ պաշտպանությունում։ Ուժեղ բանակ, արդյունաբերությունը լինի հզոր։ Մեկ էլ բնակչության աճի վրա եւ մեկ էլ ուզում եմ որ մենք զենք արտադրենք։ Նոր գիտական տեխնոլոգիա ներդրվի։ Այս սովորական զենքերը դրանք ոչ մի բան են։ Պայմանագիր կապի ասենք հնդիկների հետ, ուզբեկների, տաջիկների ստեղ ունենա իր ռազմական արդյունաբերությունը, որովհետեւ մեր հարևան երկրները արդեն մեր հետ հաշվի նստեն, ոչ թե ասեն դե։ Իսկ Հայաստանն ինչպիսի արտաքին քաղաքականություն վարի, քաղաքացիները հատկապես կարևորեցին չեզոք ու բալանսավորված հարաբերությունները։ Երկիրը պետք է նեյտրալ լինի, աշխատի բոլորի հետ, հավասար իր հարաբերությունները զարգացնի ու իր շահերից դա բխի կարևոր է։ Պետք է արտաքին քաղաքացիությունը վարել զգուշությամբ եւ բալանսավորված։ Փոքր պետություն ենք, փոքր ազգ ենք, մեզ պետք է հովանավոր։ Եվրոմիության օգնություն։ Միանշանակ։ Որ երկրի հետ էլ որ ունենան ասենք կապ, միշտ խաղաղ ձևով ընթանա, ժողովրդի իշա ժողովրդի։ Նախընտրական քարոզարշավի այս օրերին ընտրողները լսում են տարբեր առաջարկներ, կոչեր ու խոստումներ։ Ընտրողները ցանկանում են, որ ընտրություններից հետո երկրում նաև ներքին համերաշխություն ու համախմբվածություն լինի։ Չգիտեմ, ամեն մեկը մի կողմա ցրված։ Ատելություն ասեմ ամբողջ ժողովրդի մեջ։ Առաջը տենց չէր, մեր ժողովուրդը սիրում էին, հավաքական էին։ Մի բռունցք պիտի լինի ազգը, որ սենց չլինի։ Կարանանը նենց անել որ
ճշնամությունը մարդկանց մեջից դուրս գա, որովհետև ընտրությունն է, եղավ, բրծավ, անցավ, մարդիկ մնալու են ապրեն, իրար նկատմամբ ատելություն ճշնամանք չունենան։ Դու սենց ես տանեց, հա, սա ինչական է, այն ինչական է, սա ստեղացի, անանդեղացի է, վերջը բոլորը հայ են։ Սիրեն իրանց երկիրը, չլքեն հայրենիքը։ Ընտրեցին, տեսան այդ իշխանությունը իրանց խափում է, պետք է ոտքի հելնեն, բոլորը, չէ՞ որ մենք պահանջել ենք, մենք ենք իրանց բարձրացրել։ Ընտրողների շրջանում անցկացված հարցումներում կարևորվեցին նաև այլ ոլորտներում զարգացման եւ բարեփոխումների անհրաժեշտությունը։ Տիգրան Վակիմյան, Լևոն Խաչատրյան, հեռանկար Բանավեճ։ Այսպիսին են մարդկանց ակնկալիքները, հիմա փորձենք իրականությունը հասկանանք։ Գևորգ, հետևել եմ ձեր կուսակցության ծրագրին, ասում եք, որ անհրաժեշտ է Հայաստանին դեկոլոնիզացիա, հապկից եւ ՀԱՏՄ-ից Հայաստանը պետք է դուրս գա, 102-րդ ռուսական ռազմաբազան Գյումրիից պետք է հանել, պետք է ռազմաքաղաքական դաշինք կնքել Միացյալ Նահանգների հետ։ Այդ ամենը ենթադրում եմ դուր չի գա այն պետությանը, որի հետ համենայն դեպս մինչև այս պահի դրությամբ համարվում ենք դաշնակից, Ռուսաստանի պես միջուկային գերտերությանը նեղացնելը մեզ համար վտանգավոր չի։ Ես մի փոքր չհամաձայնվեմ այդ ընդհանուրի հետ, այո, հապկից եւ ԵԱՏՄ-ից դուրս գալու, այսինքն տեսեք, շատ քաղաքական ուժեր խոսում են այդ միավորումներից դուրս գալու, առանց ստեղծելու դրա այլընտրանքը, այսինքն մենք չենք առաջարկում քանդել այս ներկա ունեցած ինչ որ բաներ, հա, էներգետիկ անվտանգային, չաշխատող անվտանգային եւ այլը տարբեր ենթակառուցվածքները քանդելով, չստեղծելով դրա այլընտրանքը, այլ այնտեղ չկա նշված, որ մենք կողմ ենք ոնց որ հակադրվելու կամ ոնց որ պատերազմ հայտարարելու գերտերություններից որևէ մեկին։ Դեկոլոնիզացիան ինչ է ենթադրում։ Դեկոլոնիզացիան ինքը ենթադրում է մեծ իմաստով ինքնիշխանություն, այսինքն մենք կողմ ենք երկկողմանի հարաբերություններին, միավորումների մեջ, չէ, միավորումների մեջ երկկողմանի հարաբերակցության, այսինքն հարաբերությունների երկկողմանի հաստատմանն ենք կողմ, ոչ թե ընդհանուր ինչ-որ միավորումների մեջ, դրա համար մենք առաջարկում ենք, այս դեպքում մենք կանխատեսելով, որ Ռուսաստանը իր ներքին խնդիրներից ելնելով տարածաշրջանից հեռանալու է, եւ այդ հեռացումը ամբողջ աշխարհի մակարդակով իր կամքով այստեղ այդպիսի ուժ չկա որ կարողանա իր ոնց որ վերագրի իրեն ինքը կարա Ռուսաստանին հանի կամ տարածաշրջան բերի մենք ընդհանրապես դեմ ենք մեր ինքնիշխանության հաշվին որևէ պետության գերակայությունը ստորադասելով մեր ազգային պետական շահը մենք որպես ազգային ուժ կողմ ենք երկկողմանի արժանապատիվ գործընկերային հարաբերությանը եւ մենք ինչ ենք առաջարկում, այսինքն մենք ոչ թե քանդում ենք հարաբերությունները չստեղծելով այլընտրանք, առաջարկում ենք ԱՄՆ-ի հետ ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ, սա անվտանգային առումով եւ ազգ բանակ պաշտպանական համակարգը իրար հետ համակցելով կունենանք անվտանգային նոր մակարդակ։ Դեկոլոնիզացիան դա է ենթադրում։ Դեկոլոնիզացիան իր մեջ ենթադրում է նաև իրավաքաղաքական գնահատական անցյալին, այսինքն այն աղետները, այն քաղաքական ապօրինի որոշումների արդյունքում, որ մենք հայտնվել ենք այս աղետալի վիճակում, որի սպասարկումներից մեկն էր նաև ներկա իշխանությունը, չհաշված նախկինում գործող իշխանություններից, մենք գնահատում ենք, որ խնդիրը նաև համակարգի մեջ է, այդ կեղծ երրորդ հանրապետություն կոչվող հայեցակարգն էր, որ մեզ բերեց հասցրեց այս վիճակին։ Մենք կողմ ենք, որ Հայաստանը ընդունի եւ իրեն հռչակի իր առաջին եւ միակ հանրապետության իրավահաջորդը իր ամբողջ իրավաքաղաքական հետևանքներով եւ գնահատականներով։ Գեորգ, ճիշտ եմ հասկանում, որ ձեր պատկերացմամբ 102-րդ ռուսական ռազմաբազայի փոխարեն պետք է ամերիկյան ռազմաբազա լինի Հայաստանում։ Մենք Ղրղստանում նաեւ ունենք օրինակ, որ երկու տերությունների ռազմաբազաներն էլ գործել են եւ առանց իրար խանգարելու։ Երկու հեղափոխություն եղավ արդյունքում Ղրղստանում։ Մեր մոտ էլ ցնցումները ոնց տեսնում ենք եւ արտաքին ագրեսիայի տեսքով եւ ներքին ցնցումների առումով չեն ոնց որ չեն բացառվել անընդհատ դա եղել է եւ ներկայիս ցնցումնային վիճակը որ կա այս ներքաղաքական կյանքում դրա վառ ապացույցն է։ Շնորհակալ եմ։ Սուրեն, միաժամանակ երկու գերտերությունների ռազմաբազաներ Հայաստանում հնարավոր է լինեն։ Կարծում եմ որ
Տեխնիկապես անգամ դա հնարավոր չէ, ու ես առավել քան համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության միակ հնարավոր տարբերակ եւ հնարավորությունը պետք է լինի սահմանել, որ Հայաստանը այս ժամանակաշրջանում եւ նաեւ հետագայում չպետք է լինի հակառուսական, հակաարևմտյան, հակաիրանական եւ անգամ թեկուզ կարող է տա հաճնչի, անգամ հակաթուրքական։ Սա չափազանց կարեւոր է։ Նաեւ չպետք է ներգրավի այն գործընթացների մեջ, որը կարող է Հայաստանին դարձնել հարթակ մեկ այլ գերտերության կամ մեկ այլ պետության դեմ պատերազմի համար։ Դեկոլոնիզացիա պետք է Հայաստանին թե ոչ։ Ես ճիշտ ասած այդքան էլ լավ չեմ պատկերացնում դեկոլոնիզացիա ասվածը, բայց ես դեկոլոնիզացիա մեկ այլ հարթությունում եմ վստահ, որ պետք է դա առաջին հերթին մեր մտածողության մեջ։ Մեր խնդիրը առաջին հերթին մեր վերաբերմունքների համակարգի մեջ է։ Մեր մտածողության, մեր աշխարհընկալման։ Սա չափազանց կարևոր է։ Այսօր երբ մենք խոսում ենք արտաքին քաղաքականության մասին կամ խոսում ենք անվտանգային հայեցակարգերի մասին, շատերը շատ հապշտապ լուծումներ են պատկերացնում եւ առաջարկում։ Գիտեք, կգանք բանակը կշատացնենք, մեկի հետ պայմանագիր կնքենք, մեկի հետ կխզենք եւ այլն եւ այլն։ Անվտանգային համակարգը շատ բարդ եւ բազմաշերտ համակարգ է, որը միայն ռազմականով եւ ռազմական համագործակցությունով չի եզրափակվում կամ կարևորագույն բաղադրիչն է։ Բնականաբար դա կարևորագույն է, բայց այդ բաղադրիչը գործում է այն ժամանակ, եթե մնացած համակարգերը եւս կան եւ գործում են։ Մասնավորապես հասարակությունը արդյոք ունի կոնսենսուսային գաղափար իր անցյալի, ներկայի եւ ապագայի վերաբերյալ։ Ես որպես պետություն ուր եմ գնում դեպի որ ուղղությամբ եմ շարժվում։ Երկրորդը, ես արդյոք ունեմ հոգևոր անվտանգություն։ Հոգևոր անվտանգությունը չպետք է շփոթել հոգևորականության հետ, որովհետեւ եթե ծանոթ լինեք զարգացած կամ լրջագույն պետությունների ռազմավարական տեսլականներին եւ նրանց ազգային անվտանգության ռազմավարության մեկնաբանություններին բոլոր տեղերում առաջին բաղադրիչ նշված է անվտանգային համակարգի հոգևոր անվտանգություն, հետոնորեն կա, որտեղ հոգևորը հոգևորականի մասին չի բնականաբար։ 102-րդ ռազմաբազան պետք է դուրս բերել Հայաստանից թե ոչ։ Հիմա գալիս եմ դրան։ Այս պահին Հայաստանի Հանրապետությունը որևիցե կտրուկ շարժում, որևիցե հարցի վերաբերյալ չպետք է անի։ 102 ռազմաբազային չպետք է դուրս բերվի այս պահին։ Հապկից չպետք է դուրս գա, ԵԱՏՄ-ից չպետք է դուրս գա եւ սա կոչվում է նաեւ միջազգային հարաբերություններում ռազմավարական սպասման քաղաքականություն։ Իդեպ, որով այս իրավիճակում նաեւ շարժվում է Ադրբեջանը, որովհետեւ այսօր տարածաշրջանը խորքային վերափոխումների, ինչպես նաեւ աշխարհը փուլում է գտնվում եւ այսպես խաղադրույքների կատարման տրամաբանությամբ առաջնորդվել արտաքին քաղաքականության մեջ հղի է լրջագույն վտանգներով, բայց սա ներողություն չպետք է որևիցե մեկը ենթադրի կամ մտածի, որ նշանակում է հպատակային քաղաքականություն ռուսական կողմի հետ կամ հպատակային քաղաքականություն մեկ այլ կողմի հետ։ Այս ստատուս քվոն պետք է պահպանվի, դրա փոխարեն շեշտադրումները մի փոքր այլտեղ պետք է լինեն։ Գլխավոր հարցը այն է, այդ սպասելու իրավունքը ու հնարավորությունը մեզ տալու են թե ոչ։ Արդյոք հնարավոր է վերականգնել այն կոմպլիմենտարիզմը, որը ժամանակին կարծես թե իրեն արդարացնում էր ինչ-որ իմաստով։ Ես թույլ տվեք նախ մի փոքր չհամաձայնվեմ Սուրենի հետ, ինչ առումով, տեսեք, մենք անընդհատ ապրելով եւ այս վերջին տասնամյակներում նաեւ տեսել ենք դրա աղետալի հետևանքները, մենք չպետք է վախենանք նախ առաջին հերթին մեր իրավունքներին տեր կանգնելուց, որովհետեւ եկել է ինչ-որ ժամանակ, որ հայազգը պիտի ինքը կանգնի տեր իր իրավունքներին, իր ինքնիշխանությանը եւ ինքը ասելիք ունենա աշխարհին։ Սա մեկ, երկրորդը, եթե չաշխատող իր ֆունկցիան ընդհանրապես զրոյական ֆունկցիան կատարող կառույցների մեջ ենք գտնվում, որոնք նաև շղթայում են մեզ ավելի տարածվել, այլընտրանքներ ձևավորել, դա այլընտրանքը Եվրամիությունն է։ Ոչ, մենք միություններին կողմ չենք, մենք հականերին, այդ պրոներին մենք ազգային ուժ ենք եւ կողմ ենք միմիայն ինքնիշխանությանը, որը խարսխված է այս ռազմաքաղաքական հավասարակշռության վրա եւ մենք բազմաթիվ տասնամյակների խորքից այս շատ պայքարի արդյունքում բազմաթիվ քննարկումների եւ նաեւ կանխատեսումների ճշմարտացիությունը կարող է ապացուցել նաեւ, որ մենք մեր կանխատեսումների մեջ ճիշտ ենք դուրս եկել։ Որոշ առումներով տեսեք շատերը մեզ միշտ ուզում են տեղավորել, այսինքն երկընտրանքի մեջ դնել Եվրամիություն թե ԵԱՏՄ,
Չէ, մենք նախ Եվրոմիության հետ ունենք SEPA-ի համաձայնագիրը, որը հաստատված, կնքված, քննարկված, այսինքն ընդհանրապես պետք է գործի գցել, հա, այլընտրանք որպես մեր տնտեսական հարաբերությունները լավացնելու արևմուտքի հետ։ Ռուսաստանի հետ մենք ունենք երկկողմանի ավելի շատ պայմանագրեր եւ պաշտպանական, եւ տնտեսական, եւ էներգետիկ, քան ընդհանուր դա տեղավորվում է ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի մեջ։ Ես օրինակ բերեմ, էլի առիթ ունեցել եմ ասելու, Ուզբեկստանը չլինելով ԵԱՏՄ անդամ պետություն, այսօր կփաստի ցանկացած Ռուսաստանում գտնվող հայ քաղաքացի կամ ցանկացած քաղաքացի։ Ուզբեկական գյուղբթերք Ռուսաստանում ավելի ակտիվ, ավելի դյուրին, ավելի անխոչնդոտ է վաճառվում ռուսական շուկայում, քան ԵԱՏՄ-ի անդամ երկիր հանդիսացող Հայաստանինը, որը Դե որովհետև Ուզբեկստանը չի ձգտում Ռուսաստանին հակադրվող կառույցների հետ ինտեգրվել։ Հետո գնահատականը, տեսեք, դե հենց ես իմ ասելիքը ինչի մեջ է, որ մենք կողմ ենք երկկողմ արժանապատիվ հարաբերություններին, այսինքն եթե ոչ թե մենք քննարկում ենք բազան դուրս հանելու կամ չէ, պետք է քննարկվի այդ բազան ինչ հիմունքներով է ստեղ, այդ ինքը պետք է վարձ տա, չտա կամ ինչ ֆունկցիա է կատարում, ինչու չի կատարել իր ֆունկցիաները, սա քննարկվելիք մեր ինքնիշխանությանը վերաբերող հարցեր են։ Ես ուզում եմ շեշտել, որ այլընտրանքը ձևավորելու զուգահեռաբար մեր պետության համար այլընտրանքը ձևավորելու հրամայականը այսօր կախված է մեր գլխին։ Տեսեք, մենք նախ փաստում ենք, երկուսով փաստում ենք, որ մեր բոլոր ձվերը դրել ենք մեկ զամբյուղի մեջ եւ տարե դրել ենք Կրեմլում։ Առանց իմ վերաբերմունքը իրենց վարած քաղաքականության անգործության, սա վերաբերվում է առաջին հերթին մեր պետությանը, մեր երկրին։ Բայց դուք իսկապես նկատում եք, որ այդ բոլոր հակիցները մի զամբյուղում են հիմա։ Դե տեսեք, էներգետիկան, գազի եւ ատոմակայանի, հա, էլեկտրաէներգիայի հարցով ատոմակայանի սպասարկումը գնաց պաշտպանական, մենք մի շարք լիքը պաշտպանական պայմանագրեր ունենք, ռազմավարական գործընկերության, ռազմական դաշնակցի կարգավիճակ ունենք իր հետ, այսինքն այն ինչը մեզ չի կարելի, իրեն կարելի է, սա հակասում է մեր ազգային պետական շահին, այսինքն ինչը որ մեզ արգելում է այլընտրանքներ ձևավորել, բայց իրեն կարելի է համ Ադրբեջանի հետ լինել դաշնակից, համ մեր հետ դաշնակից, այդ էլ իրեն չի կարելի։ Այս առումով մենք պետք է արժանապատվություն դրսևորենք, ասենք, որ մենք կողմ ենք մեր ինքնիշխանությանը, մեր իրավունքներին եւ այլընտրանք ձևավորենք։ Մենք այդ այլընտրանքը տեսնում ենք դա նաեւ էներգետիկ առումով։ Մենք առաջարկում ենք կանադական Կանդո ռեակտորներով դյուպիկ պրոցեսորով աշխատող։ Մենք անպայման կխոսենք էներգետիկայի մասին, որովհետեւ այդ թեման շատ կարևոր է։ Այնպես չի, որ մենք պոտենցիալ չունենք եւ պետք է այսպես խեղճացած մնանք եւ հասնենք միջև ուր։ Սուրեն, իսկ դուք կիսում եք Գևորգի տեսակետն այն մասին, որ Ռուսաստանը ինքն է հակված լքել տարածաշրջանը։ Իրականում ոչ, որովհետև սա կարող է նաև տարբեր դերակատարների կարծիքը կամ ցանկությունը լինի, բայց աշխարհաքաղաքական տեսանկյունից բնականաբար ոչ, որովհետև Ռուսաստանի համար սա կենսական տարածաշրջան է, դա հարցի մյուս կողմն է, արդյոք նա ունի այդ հնարավորությունները պահպանելու այդ ազդեցությունը մնալու տարածաշրջանում թե ոչ, բայց որ իր կենսական շահերի տիրույթն է սա, դրանում որևիցե կարծում երկրորդ չկա, որովհետև դա նաև ապացուցում է եւ պատմությունը եւ աշխարհաքաղաքականությունը որպես այդպեսին։ Եվ ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին կամ մնացած կառույցներին, մենք պետք է նաև այն արձանագրենք, որ այսօր արդի աշխարհում որևիցե միջազգային կառույց, միջազգային իրավունք, միջազգային իրավական նորմ այլևս շուտվանից չի գործում։ Եվ ընդհանրապես մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ում եղել են ոչ թե որպես անվտանգային կառույց, այլ ՀԱՊԿ-ը իր ֆորմատով եղել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ինչ-որ մի հարթակ։ Ես ինչու եմ նաև այսպես ասում, որովհետև ես նաև աշխատանքային փորձ եմ ունեցել թե ՀԱՊԿ-ում, թե ՆԱՏՕ-ում։ Ներկայացված եմ եղել ճիշտ է կապի ոլորտում, բայց ինչ-որ չափով նաև ներսից եմ տանում իրենց ինչ է ենթադրում ՆԱՏՕ-ն եւ ինչ է ենթադրում նաև ՀԱՊԿ-ը։ Հետևաբար այստեղ կրկին եմ ասում, հակա տրամաբանությամբ առաջնորդվելը, շարժվելը մեր համար լրջագույն խնդիր կարող է լինել։ Իսկ Սուրեն, իսկ
Իսկ Գևորգի տեսակետային մասին, Երկկողմանի, ոչ թե ՆԱՏՕ-ի կամ ՀԱՊԿ-ի երկընտրանք, այլ երկկողմանի զարգացած հարաբերություններ հավասարակշռված խարսխելով մեր ազգային պետական շահի վրա, այսինքն որևէ մի կառույցում գտնվելուց մենք որոշակի չափով զիջում ենք մեր ինքնիշխանությունը։ Սա պետք է փաստել եւ Եվրամիության հետ, եւ ԵԱՏՄ-ի մեջ։ Ես օրինակներ էլ բերեցի։ Գիտեք, այդ հարցում ինչով համաձայն չէ, որովհետեւ ձեր խոսքից ավելի շատ երևում է, որ աշխարհը այսօր ըստ էության երկբևեռ է, հա, կամ Ռուսաստան կամ Ամերիկա երկբևեռ։ Իրականում աշխարհը այսօր շատ բազմաբևեռ է եւ այսօր նաեւ այդ միֆերն են գնալով պայթում գերտերությունների հզորության եւ մնացածի մասին։ Չգիտեմ, Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ զարգացնելը դա երրորդ ուղի է թե ձևականություն։ Չէ, ոչ թե երրորդ ուղի է դրանք։ Դրանք ոչ թե այլ ընտրանքեր են, այլ աջակցող կոմպոնենտներ, որոնք պետք է հաշվի առնել։ Բայց շատ կարևոր է նաև հաշվի առնել Իրանի Իսլամական Հանրապետությունը, չափազանց կարևոր է Չինաստանը պետք է հաշվի առնել։ Տեսեք, այս ամբողջ թնջուկի մեջ մենք չպետք է նայենք աշխարհին եւ տարածաշրջանին բացառապես միայն Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների պրիզմայով, որովհետեւ այս գործընթացները մեր տարածաշրջանում խորապես ազդեցություն ունեն ինչպես Իրանի, Ծոցի երկրների, Չինաստանի, այդ թվում Հնդկաստանի, նաև էական ազդեցություն ունեն բացի մերձավոր արևելքը, նաև հյուսիսային բևեռի վրա։ Կարող է առաջին հայացքից թվա թե ինչ-որ տարօրինակ բաներ ենք ասում, բայց այս ամեն ինչը բոլորը այդ շահկապված են եւ այստեղ անգամ, հա, օրինակ եմ ասում, ռազմաբազայի դուրս բերումը, որը կարող է մեզ տային պատրանք, որ մենք դրանով դարձանք ինքնիշխան, ինքը շատ ավելի մեծ խնդիրներ կարող է առաջացնել, քան երբ մենք մեր քաղաքականությունը շարունակենք առանց շատ կտրուկ նման քայլերի։ Սա շատ կարևոր է, դրա համար պետք է հասկանալ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների տրամաբանությունը, տարածաշրջանում փոփոխությունների տրամաբանությունը եւ այն, որ մասնավորապես երբ մենք ասում ենք թեկուզ երկկողմ հարաբերություններ Միացյալ Նահանգների հետ կամ թեկուզ Ռուսաստանի Դաշնության հետ, մենք պետք է հաշվի առնենք, որ օրինակ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ռազմավարությունը, որը լույս է տեսել 25 թվականի դեկտեմբերի 5-ին, այնտեղ շատ հստակ գրված է, որ Միացյալ Նահանգները այլևս, այսպես կոպիտ եմ, հա, ավելի ամփոփում, որևիցե կերպ իր այն պարտավորությունները, որի մասին խոսում են լիբերալ աշխարհ, ժողովրդավարություն եւ այլն, դրանցով չի առաջնորդվելու։ Այսօր աշխարհում քաղաքական ռեալիզմի ժամանակաշրջանը ինքը առաջնորդվում է բացառապես իր ազգային շահերի սպասարկման շրջանակներում։ Ազգային շահերից ելնելով, հիմա ներողություն եմ խնդրում, հիմա տեսեք։ Իսկ իր ազգային շահերից ելնելով, եթե դա բխում է իր ազգային շահերից, որևիցե մի տերություն անգամ ամբողջ պատմության ընթացքում եթե նայեք, երբեք չի սպասելու, որ դուք ՀԱՊԿ-ից դուրս գաք, թե դուրս չգաք, ինքը նոր ձեզ սկսի համագործակցել։ Ինքը անպայման իր համագործակցությունը, իր ազդեցությունը ինչ որտեղ ընդայնում է, բայց իմ խորին համոզմամբ, ինչքան էլ կարող է դա հակասական թվի, բայց Միացյալ Նահանգները այսօր, ուղիղ Միացյալ Նահանգները Հայաստանի հարցում այդքան էլ հետաքրքրված չէ։ Մենք հիմա շատ գլոբալ եւ կարեւոր թեմաներ ենք քննարկում, բայց ենթադրում եմ, որ մեր ընտրողներին, մեր համակարգացիներին հետաքրքրում են նաեւ կոնկրետ իրենց բակի, իրենց ընտանիքի, իրենց մուտքի, իրենց գրպանին վերաբերող թեմաները։ Տեսնենք։ Մեր ազգի դժբախտությունների հիմքն ու պատճառը, որ նայենք տակից, մեր տգիտությունն է։ Պետքա կրթվել, պետքա զարգանալ։ Հաջորդ իշխանությունը մեծ նշանակություն տա կրթությանը։ Ըստ այդմ բոլոր հարցերն էլ կամաց կլուծվեն։ Ներքին կարգ ու կանոնը, դատական համակարգի մաքրումը, որովհետև ամեն ինչը գալիս է այդտեղ է կանգ առնում։ Ես ամեն ինչից դասեր քաղելով պետք է ատամներս կրճատացնելով զարգանք գիտությանը, ասելիք ունենանք զենքի ասպարեզում ինչ-որ բան։ Ուրիշների վրա հույս դնելը մերը չի։ Բացել նոր ուսումնական հասարակության նոր բաժանմունքներ, հենց իմեն այդ արհեստական բանականության ուսուցման գծով ստեղծել դատաբազաներ։ Շատ կուզենայի, որ արտերկրի հետ կապված, այսինքն դուրս ու ներս անելը մշակութային կյանքում շատ լինի։ Այնքան ֆինանսավորումը լիներ ու հնարավորություններն են, որ կարողանայինք մենք ներկայացնենք մեր մշակույթը այլ օտար երկրներում։ Տեսեք, ձեր երկուսի կուսակցությունների անվանումների մեջ էլ կա ժողովրդավարական բառը, բայց ինչն է այնուամենայնիվ ավելի կարևոր, ժողովրդավարականը թե ազգայինը։
մենք առանձնահատկություն ունենք եւ ազգային եւ ժողովրդավարական։ Ինչու ազգային, որովհետեւ մենք ընդունում ենք բոլորին, նախընտրում ենք մերը, որովհետեւ մենք ունենք մեր ժողովրդավարության մոդելը, որը նաեւ մատակարար է եղել այսօրվա եվրոպական կամ չգիտեմ իրենց քաղաքակիրթ համարող երկրների ժողովրդավարության համար, լինելով հազարամյակների ժողովուրդ, հազարամյակների պետականաստեղծ ազգ։ Ես ուզում եի անդրադառնալ մեր նախորդ թեմային, որովհետև այնտեղ մի փոքր թյուրըմբռնում կա, նախ մեր քաղաքական ուժը առաջարկում է ոչ միայն Միացյալ Նահանգների հետ եւ այդ ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակը որոշակի շփոթություն է ստեղծում, դեռ ՆԱՏՕ բառը կա, բայց դա ոչ ՆԱՏՕ անդամ, այսինքն երկկողմ չի նախատեսում նախ բազայի ներդրում մեր երկրում, չկա նման դրույթ նման կարգավիճակի համար, դա նախատեսում է մեր սպառազինության մակարդակի կտրուկ լավացումը նոր տեխնոլոգիաների առումով եւ ազգ-բանակ հայեցակարգի պաշտպանական համակարգի ներդրումը զուգահեռելով դրա հետ ունենալու ենք անվտանգային նոր համակարգ, որը որ այսօր շատ կարևոր է եւ մենք քաղաքագիտական վերլուծական կանխատեսումների կարողությունը եկել հանգել է մի եզրակացության, մենք 21-18 թվականներին էլ այդ առաջարկով եւ այդ կանխատեսումներով հանդես եկանք, որոնց բավականի մեծ մասը այսօր իրականություն է դառնում։ Մենք տեսնում ենք աշխարհաքաղաքական նոր վերաբաժանումներ, նոր աշխարհակարգի ստեղծում, նոր անվտանգային միջավայրի ստեղծում եւ մեր տարածաշրջանում եւ ընդհանուր ամբողջ աշխարհով մենք տեսնում ենք մեզ հյուսիս-հարավ, այսինքն հնդ-եվրոպական առանցքի շղթայի մի մաս, որը Հայաստանն է, Հնդկաստան, Պարսից ծոց, Իրան, Հայաստան, Վրաստան, Սևծով, այդ առանցքը, որը որ ռազմատնտեսական 4-րդ արդյունաբերական հեղափոխության մասին է խոսքը, մենք նույնիսկ 21 թվականին խոսում էինք արհեստական բանականության հիմնադրումը մեր տարածաշրջանում։ Ոչ միայն դուք եք խոսում։ Մենք միակներից էինք եւ այսօր էլ կանդրադառնանք դրան, սակայն մնա մի ուրիշ հաղորդման մեջ երևի դրան կանդրադառնանք։ Իսկ մտածություն է ստեղծում, թե իսկապես գիտակցաբար է դա արվում, որ դուք ավելի շատ խոսում եք հենց Միացյալ Նահանգների հետ համագործակցության մասին, Եվրամիության մասին կարծես ավելի քիչ եք խոսում։ Որպես հնարավորություն, տեսեք, Եվրամիությունը Այսինքն տեսնում եք ինչ որ հակասություն արդեն նաև Վաշինգտոնի ու Բրյուսելի միջև դա է հետևանքը։ Ոչ, մենք հակասություն չենք տեսնում, մենք որպես ազգային ուժ տեսնում ենք հնարավորությունների պատուհանները, որտեղ է հնարավոր եւ ինչպես կարելի է օգտագործելով մեծ պետության հնարավորությունները զարգացնել մեր ազգային պետական շահը։ Ոչ թե մենք նախատեսում ենք, որ ամերիկյան զինվորները պետք է գան ստեղ մեր համար կռվեն, մեզ պաշտպանեն։ Ոչ, դա ընդհանրապես եթե պետք լինի, մենք ինքներս մեր պետությունը, մեր ազգը կպաշտպանենք։ Ունենք ինքնուրույն այդ մեր ազգը, մեր պետությունը պաշտպանելու համար անհրաժեշտ ռեսուրսը։ Բնականաբար մենք ունենք ավելին, քան մենք պատկերացնում ենք։ Նախ շատ կարճ անդրադառնամ ժողովրդավարությանը ու այդ ավելի կոնկրետ այդ հարցին պատասխանեմ։ Ուրեմն ժողովրդավարությունը եւ ազգային իրար հետ որևիցե կերպ հակասության մեջ չեն, այլ նույնիսկ փոխլրացնող են, որովհետեւ ժողովրդավարությունը քաղաքական զարգացման կարևոր մոդել է, բայց նաեւ միջոց է եւ ոչ նպատակ, միջոց, որը պետք է ծառայի պետության եւ ազգի կենսունակության բարձրացմանը։ Մենք որպես ազգ եւ որպես պետություն ունենք այս բոլոր անսահման ռեսուրսները եւ հնարավորությունները։ Ես ինչու իմ խոսքի սկզբում ասացի, որ մեզ պետք է դեկոլոնիզացիա, բայց այլ հարթությունում մտքում։ Մեր մոտ 94-95 թվականից այն կողմ, այս կողմ մեր հետ տեղի ունեցավ քաղաքակրթական հանցագործություն է մեզ դրան անվանում գիտական տեսանկյունից, եւ առաջին նախագահի ժամանակվանից հիմնադրվեց այն թեզը, կեղծ թեզը, որ Արցախի հարցը մասնավորապես վերին ացիանների որոշելիքն է, այսինքն մենք որպես ազգ այդտեղ դերակատար չենք, մեր փոխարեն լինելու են որոշումներ։ Սա պատմության մեջ քաղաքակրթական հանցագործություն եզրույթով է հայտնի, եւ ազգին եւ պետությանը զրկում եք սուբյեկտի կարգավիճակից, որի ճակատագրի համար ինքը հիմնական պատասխանատուն չէ, եւ դրանից հետո սկսում է ժողովուրդը փնտրել տերեր, ինչպես մենք հպատակություն։ Մենք հիմա մի ժամանակաշրջան կար, որ մենք հպատական երթում էինք տալիս կամ փորձում տա Ռուսաստանի Դաշնությանը, մեկ է մեր գլխին փուլ եկավ ամբողջ աշխարհը եւ մենք ասենք փաստորեն մենք սխալ էինք երթում տվել։ Մենք ոչ թե սկսեցինք հրաժարվել երթում տալու հպատակության քաղաքականությունից, այլ փրկնում ենք այլ տեր, ում պետք է երթում տալ։ Այնինչ այսօր մենք պետք է կարողանանք այս կոլոնիզացիա ասված իմ խորին համոզմամբ պետք է առաջին հերթին վերաբերվի հենց մեր աշխարհայացներին, որտեղ ամբողջ ռեսուրսները մեր մեջ են։ Ու իդեպ նաև
քաղաքական ռեալիզմի ստրուկտուրալ առումով ճյուղի հիմնադիրը, այսպես անունը չասում շատ բարձր չլինի, անգամ շատ հստակ գիտական տեսանկյունից հիմնավորում է, որով իդեպ այսօր փոքր պետությունները շարժվում են, որ փոքր պետությունները ոչ թե պետք է գնան ինչ-որ մեկի հպատակության կամ ակնկալեն, որ ինչ-որ գերտերություն իրենց կպաշտպանի, այլ իրենք պետք է գնան կարողունակության բարձրացման են իրավիճակին ադապտացման ճանապարհով։ Այսօր ամբողջ աշխարհում ամենամեծ եւ անգնահատելի կապիտալը բացառապես դա գիտելիքն է։ Փոքր ազգերը երբեք չեն կարող շեշտը դնել քանակի վրա, պետք է դնեն որակի վրա, իսկ որակ ապահովում է բացառապես միտքը, որը էժան փոխարինիչ անգամ արհեստական բանականությունը չունի։ Իսկ մենք այդ որակի եւ գիտելիքի առումով այն բացառիկ ազգերից ենք, ով ունի անսահմանափակ ռեսուրս, որը ուղղակի սփռված է ամբողջ աշխարհով եւ որը մենք չենք կարողանում կենտրոնացնել եւ համատեղել։ Սա առանցքային խնդիր է եւ նաեւ պետության համար ազգային անվտանգության առաջնային սպառնալիք է համարվում ուղեղների արտահոսքը, brain drain կոչվածը։ Այդ ազգային էլիտաները, ովքեր պետք է կարողանան այլ թեկուզ սահմանափակ ռեսուրսներով, կարողանան մեծ արդյունքներ գեներացնել։ Մենք այսօր արտաքին աշխարհի հետ հարաբերվելու պետք է հիմքում դնենք այս սկզբունքը, համախմբելու մեր ազգային ռեսուրսը, բայց մինչև համախմբումը պետք է նաև կարողանալ պատասխանել այն հարցին, թե ուր են գնում մենք որպես պետություն, ինչ ենք ուզում։ Տեսեք, լավ Արցախի հարցին էլ անդրադարձանք, կարևոր է հասկանալ, արդյոք այդ հարցը իսկապես լուծված է, արդյոք այստեղ վերջակետ է դրված, թե մենք պետք է կամ գտնենք մեզ համար եւ ուշ գտնենք այդ հարցին այլ լուծումներ տալու համար։ Ես նախ իմ համաձայնությունը հայտնեմ Սուրենի ասած ժողովրդավարության ձևակերպումը այլ տեսանք, ոչ թե այլ հակասողի տեսանկյունից նույն ժամանակ է մնացել մեզ։ Ինչ մնացած ամեն ինչի հետ համաձայն եմ, ուղղակի այստեղ մի փոքր կիսատություն կա, ես դա ավելացնեմ, ոչ Արցախի հարցով, մենք Արցախի հարցը դիտարկում ենք հայկական հարցի շրջանակներում եւ Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման համատեքստում։ Ինչպես մենք դիտարկում ենք մեզ, ես էլի ասացի, որպես առաջին հանրապետության իրավահաջորդ, մենք դա ենք տեսնում մեր ինչպես նախ հրճակելով եւ տեր կանգնելով մեր իրավունքներին։ Մենք ունեցել ենք պետություն, որը օկուպացվել է։ Հիմա ձեր ընդդիմախոսները ասում են, որ դա պատերազմի է բերելու։ Ոչ, դա այս պահին կանխարգելիչ միջոց է հետագա նկրտումները մեր նկատմամբ։ Եթե մենք կարդացել ենք Թումանյանի, այստեղ ամենապրիմիտիվ օրինակը հենց դա կարող է։ Թումանյանի չարի վերջը, եթե դու տալիս ես քո մի ձագին, ինքը անպայման արագ վերադառնում է հաջորդ ձագի հետևից։ Մենք հիշենք մինչև այս խաղաղության պայմանագիր կոչված ֆարսը, հա, 17 կետեր էին առաջադրել, որոնց հետ 4-5 կետի հետ իրենք անհամաձայնություն ունեին, բայց սակայն պարզվեց, որ այդ էլ հերիք չէր։ Հետո իրենց ներսում արևմտյան մի խոսքով տարբեր պետք է այսօր հրճակենք, որ մենք նպատակ ունենք Արցախը վերադարձնելու ցանկացած հնարավոր մեթոդներով։ Օրեր առաջ Եվրոխորհուրդը ընդունեց, այսինքն այդ միջազգային հանրություն կոչված, հա, վերստենք մի մասը, Եվրոխորհուրդը ընդունեց Արցախահայերի հայրենիք վերադառնալու իրավունքը։ Իրավունքը, այսինքն աշխարհն էլ է մեզ հուշում, որ դա իրավունք է, անկախ նրանից այս ներքին իշխանությունները դա համարեն փակված, չեն համարի փակված, դա արդեն մարդու հիմնարար իրավունքների հռչակագրին հակասող բան է, չի կարելի փակել Արցախի հարցը։ Սուրեն, ենթադրում եմ այս հարցում հակասություն ձեր մեջ մեծ չէ, բայց ձեր ընդդիմախոսները ասում են, որ դա պատերազմի կբերի։ Դուք ինչ եք կարծում։ Դեք նախ ասեմ, որ մենք մի փոքր այլ դիրքորոշում ունենք, դե բնականաբար առաջին հանրապետությանը չեմ անդրադառնում, թե մենք դրա հետ համաձայն չենք, որտեղ առաջին հանրապետությունը բավականին այս պահին նման բանից խոսելով հղի է բազմաթիվ խնդիրներով, բացի դա նաև հավակնությունները ենթադրում ոչ միայն Ջավախքի, այլ նաև Նախիջևանի եւ մնացածի նկատմամբ, բայց դրա մասին Նախիջևանին այո, Ջավախքին որոշ ժամանակը շատ քիչ է մնացել։ Դրա համար հետեւաբար մենք այդ օրակարգի մասին չխոսենք, ուրեմն Արցախի հարցը երբեք փակված լինել չի կարող։ Ուզում ենք դա մենք անգամ չուզենանք, անգամ ուզենանք, երբեք փակված չի կարող լինել, որովհետև այն մարդիկ, ովքեր որ քիչ թե շատ աշխարհակաղակական պատկերացում ունեն, գիտեն Արցախի ռազմավարական խորության կարևորությունը ոչ միայն մեր ընդհանրապես տարածաշրջանի
տարածաշրջանի համար։ Բայց այս պահին Արցախի հարցը սառեցված է։ Այսինքն այս պահին մենք երբեք որևիցե պարագայում չենք դնում Արցախի ազատագրման հարց եւ այլ եւ այլ։ Այդ պահին որևիցե անդրադարձ մեր կողմից, մեր ուժի կողմից բնականաբար չկա, բայց այն քաղաքականությունը, որով Արցախի օրակարգից հրաժարվել է իշխանությունը, բնականաբար դա դատապարտելի է, որովհետեւ նաեւ դրանով իշխանությունը ամրագրում է Հայաստանի օկուպանտ եւ ագրեսոր լինելը, որից հետո բխելու են բազմաթիվ լրջագույն խնդիրներ։ Եվ փաստացի այս քաղաքականությունը, այս փաստացի ներողություն միտքս ավարտեմ, հենց սա էր, որ նաեւ անգամ մեր գաղափարական հենքի եւ ծրագրի հիմքում գրված է, որ վերջնականապես փակելով Արցախի հարցը ըստ էության միջազգային հարթությունում որպես վիճելի խնդիր Հայաստանը Արցախի փոխարեն դարձեց Սյունիքը։ Հասկանալի։ Շատ կարճ, որովհետև հաջորդ թեմայի ենք անցնելու։ Ունե արձագանքում եք։ Այո, արձագանքեմ, ստեղ տեսեք մեր իրավունքների վերադարձ հենց առաջին հանրապետության իրավահաջորդության հիմքի վրա, որ պետք է դիտարկել մեր տարածքային ամբողջականության մաս, հենց միջազգային դատարաններում հենց պաշտպանելու է հենց հետագա ձեր ասած, եթե Ադրբեջանին հաջողվի մեզ դիրքավորել որպես ագրեսոր եւ 30 քանի տարի օկուպանտ, մենք լրջագույն խնդիրներ ենք ունենալու եւ ինքն է մեզ մեր ուզելով, իմ ու ձեր ուզելով չի պատմությունը եւ իրադարձություններն են մեզ տանելու հասցնելու առաջին հանրապետության ժամանակաշրջան, որովհետեւ եւ Վրաստանը եւ Ադրբեջանը անդրադառնալ նաեւ այլ կարևոր թեմաներին, իդեպ հասկանանք, որ թեմաներն են կարևոր համարում մեր համակարգացիները։ Առաջնային աշխատանքայի տեղ ժողովրդի համար, որ մեր ժողովուրդը կարողանա աշխատի, վստահելի իր վաղվա համար։ Կուզենայի շատ մեծ ուշադրություններ վերանայվեր աշխատավարձերի ցածրը։ Ամենայն դեպս կոմունիստների ժամանակ ավելի լավ էինք ապրում, քան հիմա։ Ես ինքս աշխատում եմ պետական ոլորտում, բայց կոմերցիայի դեպքում, երբ որ հրավեր լինում, համաձայնվում եմ։ Այս պարագայում չի լինի դա, եթե դու պետական ստրուկտուրայից ստանաս պատշաճ աշխատավարձ։ Բիզնեսն է, էլի մանր բիզնեսն է, որ պետք է լրիվ հարկերից ազատ են։ Նայած հետո միջիններն էլ կարող է հարկերից ազատ են, նայած։ Հայաստանում ակտիվ լինի տուրիստական ոլորտը, որպեսզի ցանկություն լինի գալ Հայաստան։ Համ Հայաստանի շրջանառություն լավ կլինի ու տուրիստների աճ կլինի։ Դեն Սյաոպիններ, չէ, ասել կարևոր չէ թե կատուն ինչ գույնի է, կարևորը մուկ բռնի։ Հիմա մեր քաղաքացիների համար էլ է կարևոր իրենց քրպանի վրա, իրենց ընտանիքի բարեկեցության վրա ինչպես կանդրադառնա այս սպասվող զարգացումները։ Ինչ է մեզ պետք անել, որ մեր համակարգացիները լինեն ավելի բարեկեցիկ։ Նախ պետք է երկրում հաստատվի արդարություն։ Օրենքը աշխատի հավասարապես բոլորի նկատմամբ։ Ձեր ուժը ինչ է պատրաստ եւ ինչ է մտադիր անել դրա համար։ Նախ սոցիալական արդարություն հաստատել, որովհետեւ շատ մարդիկ հաշմանդամներ, պատերազմի արդյունքում հաշմանդամություն վիրավորում ստացած մարդիկ զրկվել են իրենց թոշակից։ Կոմունալ ծախսերի նվազեցում ենք, նախատեսում, եթե լինենք իշխանություն, իհարկե մեր ծրագրերը շատ բազմազան է, չեմ կարող միանգամից, կարևորը այստեղ էներգետիկ անվտանգության ապահովումն է, որ կբերի ներդրումներ, որովհետև այսօր մեր էլեկտրաէներգիայի, մնացած էներգիաների թանկ լինելու պատճառով ինչպես ես առաջարկեցի, որ մենք ունենք փոխարինող այդ կանադական կանդու ռեակտորները, որը դյուպիկ պրոցեսորով աշխատող, ոչ հարստացված ուրանով աշխատող են եւ այն, որ համարվում է այսօր նույնիսկ մեր ատոմակայանի համար համարվում է թափոն, դա իր համար վառելիք է, այսինքն անվտանգային առումով եւս արդյունավետ է։ Ստեղծելով գազի այլ ընտրանք, այսինքն Իրանի հետ ավելի շատացնելու
Թուրքմենստանից մենք ժամանակին Թուրքմենստանից 90-ականներին գազ ենք գնել։ Ռուսաստանի տարածքում։ Եվ Ռուսաստանից էլ գնենք, այսինքն ստեղծենք մի մրցակցային միջավայր, որի արդյունքում եւ գնային բալանսը կկարգավորվի, ավելի մատչելի կլինի եւ միակողմանի կախվածությունը հենց կբերի այդ մրցակցային պայմաններին։ Իսկ մնացած սոցիալական, չգիտեմ, այնտեղ թոշակ, շքամուտքերի վերանորոգում, նման մանր կենցաղային հարցերով մենք չենք ուզում խաբել, որովհետև այս 36 տարի խորհրդարանը մեր ու նախագահական նախկին ընտրությունները հենց հիմնված են եղել այդ պրիմիտիվ հարցերի շուրջ եւ չունենք ոչ մի նախադեպ, ով իր խոստումը չի կատարել եւ պատժվել է, այսինքն ինչ ծրագրով եկել է քվեներ ստացել խորհրդարան է անցել եւ չկատարելու արդյունքում պատժվել է, չի եղել։ Որպեսզի դուք չպատժվեք, ձեր որ խոստումը առաջին հերթին պետք է կատարեք, որպեսզի մեր մարդիկ դառնան ավելի բարեկեցիկ։ Ուրեմն նախ առաջին հերթին պետք է ուղեղների արտահոսքը կանխել 1, ազգային էլիտայի վերհանումը 2, դեմոգրաֆիական խնդիրների հնարավորինս արագ լուծումը 3, 4-ը տարածք անհամաչափ զարգացման խնդիրներ, որ ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք են, կենտրոն ծայրամաս այդ խզված կապը, որտեղ մենք այսօր վերածվել ենք երկիր պետության, ունենալով մի փոքր պետություն, բայց կա մի Երևան եւ մնացածը մի քանի տասնամյակ հետ ապրող համայնքներ, սրանք այն առանցքային կարևոր կոմպոնենտներն են, որը պետք է իրականացվի, եւ այստեղ նաեւ շատ կարեւոր է սոցիալական կապիտալի բարձրացումը։ Սա ինչ է նշանակում։ Այսինքն մի հասարակության միջև ընդդեմիկ գաղափարից հանունին անցնելը։ Սա ուղիղ ազդեցություն է ունենում անգամ տնտեսական համակարգի վրա, որտեղ եթե հասարակության մեջ չկա միմյանց նկատմամբ անգամ նվազագույն վստահություն, հասարակությունը պառակտված է անընդհատ ընդդեմի օրակարգի մեջ, սա նաեւ ուղիղ ազդեցություն է ունենում թե սոցիալական եւ թե տնտեսական զարգացման վրա։ Սա որպես ավելի հիմնական, բայց ավելի մանրամասը ուղղություններով, միջոցներով, գործիքներով դրա մասին կարծում եմ շատ ավելի լավ կխոսի մեր տնտեսական բլոկի պատասխանատու Իսկաջյան Սիմոնը։ Այ հետաքրքիր է հիշատակեց տնտեսական բլոկի պատասխանատուին, որի անունը ցավոք ես իր հետ ծանոթ չեմ։ Արդյոք ձեր թիմերը պատրաստ են ինքնուրույն ստանձնել պատասխանատվություն եւ կառավարել երկիր։ Ռեսուրսի իմաստով։ Դեմ ենք, նախ եւ առաջ մենք դեմ ենք այդ կուսակցական նեղ կուսակցական ամբողջ հայ ժողովրդի պոտենցիալը բավական է, որ մենք ունենանք առողջ զարգացող ուժեղ պետություն։ Դե մարդիկ կուսակցական ցուցակին են ծանոթանում, հասկանան, այս մարդիկ կարող են թե չեն կարող։ Ինչ պետք է հասկանան մարդը ծանոթանալով ձեր ցուցակին։ Դե մենք այս նախ նորաստեղծ ուժ չենք, մենք բավականին երկար տասնամյակներ պայքարել ենք, անցել ենք բանտերով, հալածանքներով, սպառնալիքներով, ծեծ ու ջարդով, փողոցային պայքարով մեր ուժի մասին շատերը շատ բաներ գիտեն իրենց սկզբունքայնության մասին եւ տեսեք մենք նախ այն որ մեր առաջի ցուցակում առաջի տասնյակում ներգրաված են երիտասարդները ոչ այնքան հայտնի։ Բայց կուսակցության առաջնորդները ցուցակում չկան։ Հա, հենց դա ինչ է իրենից ներկայացնում, որ ցանկացած բևեռական նախ առաջին հերթին ինքը գաղափարական սկզբունքային մարդ է, ինքը չվաճառվող է, ինքը չվախեցող է, ինքը լուրջ քաղաքականություն է ուզում առաջարկել եւ մեր առաջադրվել էս առաջի տասնամյակում չլինելով հանրային հայտնի դեմքեր մենք ցույց ենք տալիս որ մեր մոտ կա նաև սերնդափոխություն ոչ միայն կադրերի լայն շրջանակ ունենք այլև մենք առաջարկում ենք ամբողջ քաղաքական դաշտին ամբողջ հայազգին իր պոտենցիալը դնել զարգացնել մեր պետությունը Սուրեն ձեր կուսակցության երկրորդ ընտրություններն են կարծեմ չէ՞ սա ոչ խորհրդարանական առաջին Այ ենթադրում եմ ձեզ հաճախ են փորձում ուղղել այդ մեղադրանքը ինչու չմիավորվեցիք այլ ընդդիմադիր գաղափարապես մոտիկ քաղաքական ուժի հետ չէ որ արդյունքում փոշիացնում եք ընտրազանգվածը Հակառակորդ փոշիացման թեզը դա կեղծ օրակարգ է որով հասարակությանը պարտադրեն որ իրենք ընտրություն կատարեն ընտրության հիմքում դնելով տեխնիկական սկզբունքներ ով ավելի շատ ձայն կհավաքի եւ այլ ոչ թե այն արժեքը ինչի համար պետք է քվեարկի քաղաքացի Եվ որն է նպատակը, եթե դուք նպատակ ունեք իշխանափոխության հասնելու Հիմա հենց դա եմ ասում, բայց հատկապես դիտողոսակիր ընդդիմությունը
մեղմ ասած քաղաքական տեսանկյունից անբարոյական է իրենց լեգիտիմությունը, ցածր լեգիտիմությունը կոմպենսացնել մեզ մեր ընտրությանը մասնակցելու իրավունքը խոչընդոտելով։ Եթե որևիցե հարցում դուք ուզում եք ավելի կենսունակ, եկեք գաղափարական հարթությունում մենք իրար հետ վիճենք, բայց մենք այս գործընթացի մեջ մտել ենք գաղափարական եւ արժեքային սկզբունքով։ Մենք այդ մարդկանց հետ որևէ արժեքային եզրեր չունենք։ Դրա համար մենք ասում ենք, որ մինչև իշխանափոխությունը կա առաջնային մեկ պայման, առանց որ իշխանափոխություն երբեք տեղի ունենալ չի կարող։ Դա ընդդիմափոխությունն է։ Եթե չեղավ ընդդիմափոխություն, չի լինելու երբեք իշխանափոխություն։ Հետևաբար նաև այս գործընթացը ենթադրում է ընդդիմափոխություն, ոչ թե մենք պայքարում ենք տիտղոսակիր ընդդիմության դեմ, այլ հակառակը մենք ձևավորում ենք ընդդիմության առաջնորդ դառնալու ընտրություն է սա։ Ոչ, մենք այս պարագայում ձևավորում ենք այլընտրանք, որովհետև իշխանությունը այնքանով է մնում իշխանություն, քանի դեռ նրա այլընտրանք այս տիտղոսակիր ընդդիմությունն է, եւ հետեւաբար հասարակությանը պարտադրվում է վատի եւ վատագույնի միջև ընտրություն, բայց եւ հասարակությանը նաեւ առաջարկվի այլընտրանք եւ այդ այլընտրանքը լինի կայացած ոչ միայն իր միայն նոր դեմքեր ունենալով, այլ հիմնավորված գաղափարներով, լուծումներով, հաջորդ ընտրությունների եք պատրաստվում Սուրեն։ Հենց այս ընտրություններին, բայց նաեւ մենք բնականաբար մյուս ընտրությունների Շնորհակալ եմ։ Մեզ մնացել է հաշված վայրկյաններ, ուստի երկու նախադասությամբ ամփոփեք եւ ասացեք ինչը կցանկանայիք, որ հեռուստադիտողը հիշեր ձեր այսօրվա խոսքից։ Մենք ցանկանայինք փոխանցել, կոչ անել մեր հասարակությանը, որ նախ քաղաքական ուժ ընտրելուց առաջ նախ նայի այդ քաղաքական ուժի անցած ճանապարհը, մենք ինչ ենք վճարել միջև ազգային ժողովրդավարական բևեռ լինելը, նախ ուզում եմ ազատություն ցանկանալ մեր կուսակցության քաղաքական ուժի առաջնորդներին, իրենց շուտապույտ ազատում, ծածնածռերին ազատություն եւ ազգային ուժի ներկայությունը ցանկացած ձևավորված խորհրդարանում անհրաժեշտություն է ինչ առումը, որովհետև ռեալ ընդդիմության դեմ պայքարում այս իշխանությունը երկար կյանք չի կարող ունենալ։ Մի քանի երեք նախադասություն Սուրեն։ Մի քանի նախադասություն։ Ուրեմն պետք է մեր քաղաքացիները հաշվի առնեն, որ սա միայն վարչապետի հայ, այսպես իրենք վարչապետ չեն գնում, անձով վարչապետ ընտրում։ Իրենք ընտրում են պարլամենտ։ Հետո պարլամենտն է բնականաբար վարչապետ ընտրում, բայց այս ընտրություններից կախված է նաև իրենք ինչ պարլամենտ կունենան։ Եթե մենք կրկին վերարտադրում ենք այս 35 տարվա պարլամենտ կամ վերջի 10 տարվա պարլամենտը, ապա մենք ունենալու ենք այն վիճակ, որտեղ գումարների տեղերը փոխարինելիս գումարը չի փոխվում։ Հետևաբար նաև իրենք պետք է դրանով առաջնորդվեն, որ մենք արդյոք կունենանք նոր պարլամենտ եւ երբեք չտրվենք կեղծ օրակարգին ձայներ փոշիացնելու վերաբերյալ եւ ընտրության հիմքում դնեն բացառապես տեսլականը, օրակարգ եւ նաև սերնդափոխությունը ընդդիմափոխություն։ Շնորհակալ եմ, իմ զրուցակիցներն էին ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Կարապետյանն ու ժողովրդավարական համախմբում կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։